Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում ՆԱՆՏԱՊԱՆ է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը, ամփոփում ենք շաբաթը։ Կառավարությունում կարծես թե փոփոխություն չի լինելու, ամենայն դեպս այդպիսի ինֆորմացիա տրամադրեց Փաշինյանը։ Փոխարենը ազգային ժողովի նախագահն է փոխվում, Ռուբեն Ռուբինյանը փոխարինելու է Ալեն Սիմոնյանին։ Ուր է գնալու Ալեն Սիմոնյանը, ինչ գիտենք այդ մասին, եւ որ կառավարությունում փոփոխություն չի լինելու, դա լավ է թե վատ։ Համեցեք։ Ամեն դեպքում մենք կառավարության գնահատականը պետք է տայինք, գոնե ինչ-որ մի ընթացքում էս հաղորդումների ինձ թվում էր, որ դա տրամաբանական կլինի նախորդ 5-ամյակը փակելու, որովհետև 21 թվականին իրանք ունեն ծրագիր, այդ ծրագիրը ինչ-որ խոսքի էին տվել, ինչ վիճակում է, ոնց է, մի փոքր նաև դրա վրա աշխատել ենք, որպեսզի գնահատեն, ու պարզվում է, որ գրեթե ոչինչ նրանից, ինչ 21 թվականին խոսքի էին տվել, ոչինչ չի իրականացվել, ավելի շուտ ոչ թե վատ իմաստով, այլ իրավիճակը այնպես է փոխվել, որ այդ ծրագիրը ընդհանրապես չէր համապատասխանում իրականությանը, եւ կոպիտ ասած կառավարությունը ինչ-որ օդում ձևափոխվելով նոր ծրագրեր, նոր ինչ-որ բաներ, դա կապված էր տարբեր թե Հայաստանի եւ թե միջազգային հարաբերությունների փոփոխությունների հետ։ Նոր ծրագիրը, որը որ իրանք ներկայացրել են դեռ ազգային ժողովում, երևի նոր նյութ կտա հասկանալու թե ինչպես են իրանք պատկերացնում։ Չնայած ինչ-որ կարելի է Նիկոլ Փաշինյանի հետ վերջի ասուլիսը գնահատել որպես իրավիճակային եւ ծրագրային, բայց ամեն դեպքում դա լավ է թե վատ, իհարկե ես համարում եմ, որ փոփոխությունը լավ է եւ փոփոխության բացակայությունը դա վատ, որովհետեւ ես ունեմ բազմաթիվ վերապահումներ գրեթե բոլոր նախարարությունների մասով, նույնիսկ գիտեք, ես ամենաբարձրը միշտ գնահատել եմ այս ընթացքում արտաքին գործերի նախարարության աշխատանքը, նույնիսկ այդ ոլորտում ես վերապահումներ ունեմ եւ իհարկե տեսնում եմ բաներ, որոնք որ պետք է արվեն, չեն արվում, բայց եթե ասենք, չգիտեմ, 10 բալանոց համակարգով նայենք, եթե ԱԳՆ-ն 6-7-ա, այնտեղ նախարարություններ կան, որ 1-2 են, կամ պետքա լուծարվեն, կամ դրանց ղեկավարությունը պետքա փոխվի ընդհանուր վարչության պետեր, որովհետև բազմաթիվ խնդիրներ Հայաստանում չեն լուծվում, հենց այն պատճառով, որ նախարարության մակարդակով, վարչության պետերի մակարդակով, փոխնախարարների մակարդակով որոշում ոչ մեկ չի կայացնում, որովհետև A չգիտեն ինչ են անում, B մասնագետ չեն, պրոֆեսիոնալ չեն, եւ G ամենակարևորը վախենում են որոշում կայացնելուց, վախենում են այդ որոշման մասին խոսելուց, վախենում են ի օգուտ ինչ-որ մեկի, ինչ-որ մի որոշում կայացնելուց, եթե այդ ինչ-որ մեկը ԿՊ-ական չի, այսինքն եթե իրանք չեն կարողանում այդ գցել ինչ-որ մեկի վրա, դասական իրականում սովետական ժառանգության մնացած բան է, ես ինչի եմ ասում, որ իրանք նախկին են, իրանք նույն սիստեմով են աշխատում, ինչի Սերժի վախտեր, այսինքն երագույնը ոնց ասեց, այդպես է, ժամանակ առ ժամանակ մենք բոլորս նկատում ենք, որ Նիկոլ Փաշինյանը անցնում է այդ միկրոմենեջմենտի մակարդակի, հա, վարչապետը գնում է բացում է մանկապարտեզ կամ դպրոց, դա միկրոմենեջմենտ է, դա միկրոմենեջմենտ է, որը նաև ձևավորում է օրակարգ, այդպես պետք է չլինի, ստանդարտ պետք է լինի, այդ ստանդարտով բոլորը պետք է աշխատեն, ընդունողն է պետք է լինի, կոպիտ ասած, ինչ-որ հանձնաժողով, որի մեջ մի հոգի էլ պետք է լինի դատախազությունից, որ եթե չի համապատասխանում, միանգամից գործարարություն, գումարը չի փոխանցվում կամ չգիտեմ գումարը այդտենց ստանում։ Այս ամբողջ գործընթացը, որը որ պետք է ավտոմատացվի եւ դուրս գա այն մակարդակի, որ պետական կառավարման համակարգը միկրոմենեջմենտին չմասնակցի։ Իսկ մենք տեսնում ենք հակառակը, եւ սա նշանակում է արդյոք, որ Փաշինյանը գոհ է անվերապահորեն կառավարության աշխատանքից, եթե մարդ չի փոխում, եւ երկրորդը, եթե հիշում են կառավարությունը, ես եմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, նշանակում է արդյոք, որ կառավարության անդամները նորից անվերապահորեն համաձայն են բոլոր հարցերում Փաշինյանի հետ եւ այնտեղ հանգիստ աշխատանքային մթնոլորտ է։ Առաջինը գնահատական, փաստորեն Փաշինյանը դրական է գնահատում կառավարության աշխատանքը, դուք ասում եք, մենք գնահատական պետք է տայինք։ Արդյոք դա Փաշինյանի գնահատականն է, արդյոք մենք դրան դա ենք տեսնում, եւ երկրորդը, որ նրանք ամեն հարցում չեն
անգամ չեն քննարկում երևի թե եթե Դա կառավարությունը նորմալ է իրականում։ Տեսեք, ին վերաբերմունքը նրան, որ Փաշինյանն ասում է կառավարությունը ես եմ երկակի է, որովհետև օքեյ, եթե կառավարությունը դու ես, ու ես ինչ-որ նախարարության հետ գործառույթներից ելնելով շփում ունեմ, եւ այդ նախարարության ընդհանուր բաժինը սխալ է անում կամ ասենք ինձ չի բավարարում որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու դիմումի ոնց որ ընդունող կողմ, ուրեմն ես իրավունք ունեմ կանգնեմ, ասեմ Նիկոլ, պես ինչ է։ Ես խնդիր չկա, ինքը չի պատկերացնում։ Դրանց հետո դուք կշարունակեք այդ պաշտոնը զբաղեցնել։ Ես անձամբ Հայաստանի դեպքում, չէ՞, Չէ, Հայաստանի դեպքում ինքը տեսեք, ինքը տեսեք, ինքը գնահատական է տալի ինչի համար, ինքը հենց այդ նոր որ բացատրում է ինչու չեն աշխատում, հա։ Ինքը դրա լուծումը իր կարծիքով գտել է։ Ինքը ընկել է միկրոմենեջմենտ, որպիսի նաև ապացուցի, որ կառավարությունը ես եմ տարբերակով, որպիսի իր կողմնակիցներին ասի, որ ես եմ այդ որոշումները կայացրել, դուք արեք, եւ մենք ստանում ենք իրավիճակ, որ վարչապետը վարչապետությունով չի ասում զբաղվի։ Ինքը զբաղվում է, չգիտեմ, գյուղապետի, մարզպետի, վարչության պետի ինչ-որ նախարարության գործերով, գործառույթներով, բայց մեծ այն ինչ որ պետք է արվի, հա, վերլուծական լուրջ աշխատանք չկա, որ ինքը պետք է անի վերացի ծրագրերի ռիսկերի գնահատումն է, բան, process-ների, որոնք դրված են։ Հիմա մենք ունենք իրավիճակ, որ կրիտիկական արտահանողները կրիտիկական վիճակում են, որ Ռուսաստանը փակում է սահմանները, դա օքեյ է, ինձ համար դա կանխատեսելի է շատ վաղուց, ասեմ ավելին, ժամանակին կառավարության կազմում եղել են մարդիկ, ովքեր դա ասել են, զգուշացրել են, բայց իրանց ոտը կերել են եւ կառավարությունից դուրս են բրտ։ Եվ հիմնական այդ խնդրեմը աշխատակազմում է մեծ հաշվով, այսինքն որովհետև ռիսկերի գնահատականը երբ սխալ է արվում կամ վերլուծական թիմ չկա, կամ այդ վերլուծական թիմը սեփական պատկերացումներով է առաջնորդվում, ոչ թե օբյեկտիվ ռազմաքաղաքական տվյալներով, դա առաջացնում է խնդիր, եւ այդ խնդիրը իրականում այդքան էլ վարչապետը չի, աշխատակազմն է, որովհետև իր սեղանին այն ով որ այդ թղթապանակը դնում է վարչապետի սեղանին, դա աշխատակազմն է։ Եվ բոլոր բացթողումները, որ մենք հիմա ունենք, օրինակ, որ մեր արտահանողները նույնիսկ Եվրոպայի դրական գնահատանի դեպքում, վերաբերմունքի դեպքում շարունակում են այսպես թե այնպես փորձել, հասկանում եք, լարսփագը իրանք փորձում են Պարսկաստանով տանել այդ ապրանքը։ Այսինքն ես չեմ հասկանում այդ բանը, որտեղ է այդ արժանապատվության մասին արդեն խոսքը գնում իմ կարծիքով, որտեղ օքեյ, եթե քեզ ամեն կերպ ցույց են տալիս, որ ասենք չէ, ինչ ես ուզում դու անպայման։ Բայց քո ձեռքին մթերքը փչանում է։ Քո ձեռքին մթերքը փչանում է, հիմա ամբողջ կառավարության ուժը պետք է ուղղված լինի։ Երկու հատ խնդիր ասեմ, որը պետք է լինի, հա։ Խնդիր համար 1 Հայաստանի Հանրապետության կառավարությունը Թուրքիայի հետ պետք է աշխատի, որպեսզի Թուրքիայով հնարավոր լինի տեղափոխել ապրանքները, մանավանդ այն ապրանքները, որոնք պահանջում են ֆիտոսանիտարական ինչ-որ բաներ, փաստաթղթեր, որ մենք կարողանանք այդ բաները դնենք ֆուրերով, տանենք նույնիսկ Վրաստանով։ Եվ եթե խոսքը գնում է Եվրոպայի մասին եւ բանը, հա, ասենք, չգիտեմ, գոնե Բուլղարիան, Հունաստանը եւ Ռումինիան, չի խանգարի նաեւ Հունգարիան, այդ համապատասխան փաստաթղթերը մենք ունենանք եւ դա լինի պետական արված հենց հիմա դեսպանատների մակարդակով, ասենք դեսպանները, այնտեղ օր ու արև Թուրքիայի դեպքում դեսպան չի լինի, Ռուբեն Ռուբինյանը թողանի քլիչի այդ շփվի այդ հարցը լուծի, բայց մնացած եվրոպական երկրներում այդ ամբողջը պետք է լինի հենց հիմա արդեն, որ հայկական ապրանք օրինակ, չգիտեմ, ձուկնա, ծիրաննա, ինչ որ բաներ լինեն, բացի պահածոները նմանատիպ խնդիր չունեն, բայց որpիսի մեր ապրանքը կարողանա գնա հասցվի, որովհետև լոգիստիկ կենտրոնը, որտեղից որ այդ մեր ապրանքը կարա ծրվի, դա ցավոք սրտի ոչ Բուլղարիան է, ոչ Հունաստանը։ Պետք է գնա կենտրոնական Եվրոպա ինչ-որ միտեղ, եւ դա մեծ հաշվով չի էլ կարա լինի Հունգարիան, որտեղ Հունգարիան դեռևս ամբողջությամբ չի վերականգնի Եվրամիության հետ իր հարաբերությունները։ Դա Լեհաստանն է, որպեսզի Լեհաստանից մենք կարողանանք աշխատել համ բալթյան երկրներ, որոնք մեծ հաշվով սովոր են մեր ապրանքի դեպքում նախքին ինչ-որ շփում կա բան, համ Գերմանիան, համ բանը։ Մյուսը Ֆրանսիան է իհարկե, դեպի Ֆրանսիա տանելը մի այբել է դա,
որովհետև այդ ամբողջ Եվրոպայի մայրցամաքը պետք է կտրես գնաս այնտեղ, հա, հասցնես Ֆրանսիայում էլ պետք է լինի ինչ-որ մի տեղ, որտեղ որ բան անենք։ Ուկրաինան պատրաստ է մեր ապրանքը վերցնել, որում Ուկրաինան պատրաստ է սպառել ամբողջ ապրանքը, որը մենք արտադրում ենք, որտեղ մի առանձնապես բան չենք արտադրում։ Դա էլ աղություններից մեկ, որովհետև մենք կարող ենք այդ ամեն ինչը անել, կարող ենք ապահովել, ամբողջ հարցը նրանով որ պետականորեն այդ հարցը պետք է լուծվի հենց հիմա։ Եվ դա կոնկրետ ծրագրեր են, որոնց վրա կոնկրետ մարդիկ պետք է նշանակված լինեն, դեսպանատները կոնկրետ պետք է աշխատեն։ Դեսպանատունը բան չի, թոշակի տեղ չի։ Ասենք չգիտեմ, նախկին ընկերներին ուղարկելու տեղ չի։ Դեսպանատուն կոնկրետ աշխատանքի վայր է։ Եվ այդ դեսպանատների աշխատանքի շնորհիվ պետք է մեր ապրանքները մտնեն այնտեղ։ Հիմա եթե մենք խոսում ենք նրա մասին, որ Հայաստանը ինչպես է զարգանալու է տենց, եթե դա չլինի, եթե հիմա լինի բաց թողում կառավարության մակարդակով, ապա մենք բաց կթողենք այս հսկայական եւ հիանալի շանսը։ Ինչի եմ ես դժգոհ նրանից, որ կառավարությունը չի փոխվում, որովհետեւ այս կառավարությունը նախորդ 5 տարին որ եղել է, եւ հիմա եթե ինքը շարունակել է, ինքը ԵԱՏՄ-ի կենտրոն կառավարություն։ Դե ոնց որ թե ԵԱՏՄ-ի հետ էլ հարցերը լուծվում են, հա։ Դա քննիը նայեք, դա ես ոնց ասեմ, դու պետք է պրոակտիվ լինես տենց դեպքերում։ Իսկ մենք հատուկ 5 տարի բղավում ենք, ասում ենք եղբայր մեռավ է։ Բայց մենք տեսնում ենք, որ համ ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի դեպքում մենք 3 հարցազրույց էի տալիս այդ ինչուների հարցներ։ Ինչու Հայաստանը չի դուրս գալիս, ոչ այնտեղից, ոչ այնտեղից, երբ որ տեսնում է, որ եւ ինչու է Ռուսաստանը եւ ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս մղում Հայաստանին։ Որովհետեւ չէ, ոչ թե որ ինչու չէ։ Ինչու է դուրս մղում եւ ինչու Հայաստանը դուրս չի մղում ինքնուրույն։ Դուրս է մղում Հայաստանին, որովհետեւ իրան թվում է, որ դա շատ կարեւոր է, այնտեղ էլ վերլուծական բան չկա։ Եթե Ռուսաստանում լիներ բավականաչափ վերլուծական հմտություն, ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված անկախ պետությունների վերաբերյալ, այսինքն եթե տվյալները լինեին, ոչ թե լինեին իրանց ցանկությունները, իղձերը, երազախաբությունները, էրոտիկ ծանր մղձավանջը, որի մեջ իրանք ապրում են, այլ իրական ոչ մի բան չէր լինի, ոչ Վրաստանը կլիներ գրավումը, ոչ Ուկրաինայի վրա հարձակում կլիներ, ոչ Ղրիմ կլիներ, որովհետև եթե դու վերլուծում ես, դու հասկանում ես, որ իրականում վերլուծում ես։ Ոչ թե բան տենց ինչ-որ փդած FSB-շնիկների կանտորայի մեջից հանում ես 62 թվականի քո գրածները ու Ուկրաինայից սկսում ես աշխատել այնց ոնց որ ունաունսուն հələ մինչև հիմա Լվովի տակ վազվզում է։ Այստեղ հարցը բանն է, ինչի է դուրս մղում, դուրս չի մղում։ Իր արևին ինքն հենց է վախացնում, որ հայերը հիմա չոքերները թուլացած, պետքա բանը չէ։ Նախ եւ առաջ Ռուսաստանը հայտնի է նրանով, որ օրենքների խստությունը կոմպենսացվում է օրենքները չկատարելու հնարավորություններով։ Հայաստանում բոլորը գիտեն, նույնիսկ սովետական միության ժամանակ կներեք, բայց Հայաստանում կային այսպես կոչված ցեխավիկներ, որոնք OBХՍ-ի հետ պայմանավորվում էին, հա, ու տնես չի, որ ինչ-որ մեծ խնդրեմ է հայերի համար, չգիտեմ, ինչ-որ մեկին ընդեր կաշառք տալ կամ այն ժամանակ Սևկո տախտամար եւ Նաիրի կոնյակ առանձնապես բան չի փոխվում, մեկ առ սիգարոն են տալի կոնյակի հետ միասին, էլի կամ փող են տալի, հարցերը լուծում են որոշ դեպքերում չի լուծվելու։ Հարց չկա, այդ կոպտությունը կա, բայց ձև կգտնեն, տեսեք, Պարսկաստանով են տանում, հեսա կտանենք հայկական ապրանքի վրա ղազախական բաներ կխփեն, թղթեր կխփեն, ղազախական բանով կներմուծեն, եթե պետքա կանեն, այսինքն դա չի հարցը։ Հարցը այն է, որ պետք չի դա անել, որովհետև ցավոք սրտի տնտեսագիտական կրթությունը այստեղ չի հասել այն մակարդակի, որ մարդուն բացատրես, որ եղբայր, եթե դու տանում ես, այս ինչքը, ծախսում ես այսքան, պատկերացումները մարդու իր ծախսերի մասին եւ իր ապրանքի արժեքի մասին եւ այն շահույթի, որ ինքը կարա ստանա այդ ապրանքից, օրինակ չգիտեմ, հասցնելով այդ ապրանքը Լեհաստան կամ Ուկրաինա, որ այդ շահույթը չնայած առաջի հայացքից կարող է ավելի քիչ է, Ռուսաստանի դեպքում ինքը շատ հաճախ տակ է տալ։ Տեսեք, եթե դուք պատկերացնենք, որ
Ռուսաստանի հետ հարաբերությունները, այդ տնտեսական, որ չգիտեմ, մեկը ֆուրի մեջ ապրանքը դնի, տանի գա բան, հա, ինքը իրոք շահավետ է, դուք Հայաստանում պետք է ունենայիք մոտավորապես 15-ից 20,000 միլիոնատեր դոլարային։ Չեմ ասում մուլտիմիլիոնատեր, 1.5-ից 5 միլիոն դոլար ունեցող մարդ, ովքեր որ ամեն ինչ անում են, որ Ռուսաստանի հետ լավ լինի, գնում են Ռուսաստանում, մոտ 15-ից 20,000 հոգի այս տարիների ընթացքում պետք է կուտակվեր։ Բայց դուք չունեք, չէ՞ դա։ Ու չեք է ունենալու, ասեմ ավելին, ձեր բնակչության 90%-ը պարտքերի մեջ է։ Իրանք վարկերի մեջ, եթե նույնիսկ վարկ չունեն, ինչ որ մեկից պարտք են վերցրել, որ այդ ֆուրը վերցնեն, որ այդ ապրանքը տանեն, որտեղ ոչ մեկ չի հաշվում իրականում ինչ է նստում քո վրա։ Հետո այդ ապրանքը որ գալիս է Հայաստան, ոչ մեկ չի հաշվում, Ռուսաստանից եկած ապրանքը ժեխ է որ գալիս է, Հայաստանում էլ գները Մոսկվայի գներ են, եվրոպական գներ են։ Կառավարության գործառույթը այն է, որ գոնե քո բնակչության համար հասկանում եք, տեսեք, ինչ որ մի փոքր զանգված Ռուսաստան տանելով գումար է աշխատում, իսկ Հայաստանի ամբողջ բնակչությունը կրկնապատիկ ավել գումար է ծախսում նրա պատճառով, որ ԵԱՏՄ-ն ձեր սահմանները, տնտեսական սահմանները սարքել է թափանցիկ։ Այնտեղ հարցը բազմաթիվ է, իշուն քանի անգամ ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ինչ որ սեզոն կա, որ մարդիկ պետք է այդ վիտամինը բանը ստանան, ասենք չգիտեմ, մեր մրգերը, մեր բանջարեղենները։ Այդ ժամանակահատվածում ամեն ինչ հանվում է Ռուսաստան։ Ստեղ Մոսկվայի գները։ Դա տենց պետքա չլինի։ Ձեր միջին աշխատավարձը, որը որ դուք ֆիքսում եք 800 իրականում 8 չի, որտեղ այնտեղ եկամտահարկը մեջն է, հա, ռեալ այն աշխատավարձը, որը ձեր բնակչության միջին քաղաքացու ձեռքին է, բավարար չի, որպեսզի ինքը ռուսական մոնոպոլիաների, ասենք գազի լույսի բանի գումարը տա, տանվարձը տա, տրանսպորտին տա, հեռախոսին տա, համել նորմալ սնվի, բավարար չի։ Չի բավարարում։ Այդ ամեն ինչով հանդերձ դու չես կարող ասել նորմալ սնվի։ Որովհետև ոչ մեկ իրականում կառավարություն կրանք կառավարության անդամներին հատ հարցնենք food security-ն, այսինքն սննդի անվտանգության տեսանկյունից ինչքան պետք է մարդու սնունդը ինչ պետք է լինի։ Ոնց եք հաշվում, ինչի հիման վրա եք հաշվում, աղքատությունը ոնց են հաշվում։ Աղքատությունը մինչև հիմա աֆրիկական երկրների պրինցիպով են հաշվում։ Հիմա որ ասես արել է եվրոպական ստանդարտով հաշվի աղքատությունը, չեն համաձայնում, որովհետև այնտեղ բան է, միջին աշխատավարձի անհրաժեշտ աշխատավարձի 60%-ից ներքև ստացող մարդը համարվում է աղքատ։ Դե ուզեն անելու են մի օր։ Իսկ իրանք ինչ են, դրա համար իրանք կապած են ԵԱՏՄ-ից, որովհետև այնտեղ եվրոպական ստանդարտներով կառավարության աշխատանքի գնահատականը այլևս չի թաքնվում, ինչ ասեմ, պուբլիցիստական ինչ-որ թերթերի հոդվածների հետևում։ Ինքը հրապարակում է հաշվետվություն, դու գիտես, որ ամեն ամսվա 15-ին կներեք, ես ինչ նախարարությունն է 16-ին սա, 20-ին սա, 30-ին ընդհանուր առմամբ, ասենք չգիտեմ, նախորդ ամսվա հաշվետվությունը պետք է պատրաստ լինի ամբողջ կառավարության գործունեությունը։ Դու բացում ես վիճակագրական ծառայության կայքը, նայում ես, իսկ մեր մոտ վիճակագրական կայքը մինչև հիմա հենց արած, որ դուք դինամիկան չեք կարողանում տեսնել։ Դուք ամեն ամիս տվյալները տեսնում եք, բայց որ ուզում եք համեմատական, որ դինամիկան տեսնեք։ Դուք ստիպված եք անենց կուլբիտներ անել, որ ասենք լավ, օքեյ, ես մասնագետ եմ, իմ համար սենց է։ Բայց հասարակ մարդը կամ հասարակ մարդը չէ, նույնիսկ լրագրողը, ով ուզում է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ընտրություններ եղան։ Մեկը տեսավ 5-ամյա բանի փոփոխություններ, ինչ որ մի գնահատական, ինչ որ մի թիվ հրապարակված, որովհետև դու ինչ որ գործի մեջ եք, չէ։ Մանկապարտեզների, դպրոցների, մանկապարտեզների, նորից եմ ասում, մանկապարտեզները եւ դպրոցները դա մարդկային կապիտալի ներդրումների ես ասեցի, հա, օքեյ, բայց դա չի։ Իհարկե դա։ Ինչքան է ապրանք արտահանվել, որքան է ավելացել կամ պակասել ցանկային տարածքները։ Ինչքան ծիրան է արտահանվում, այդ ծիրանի, ասենք, ինչ սորտեր են ծիրանի, ով է պատասխանատու այս բանից արհեստական անհասկանալի պրինցիպով պամիդորի այս բանը Հայաստանում։ Այն որ ինքս գցում է սուպերմարկետում հատակին մետլախը ճաքում է, ով է այդ դրա պատասխանատու։ Ով է թույլ տվել որ դա մտնի Հայաստանի դաշտ։ Ով է պատասխանատու ելակի համար, որը խնձորի չափ է։ Ով է պատասխանատու անհասկանալի արմավենու յուղից պատրաստած ապրանքների կատնամթերքի, որը Ռուսաստանից գալիս է, կամ ով է ինձ պատասխան տալու դա իրականություն է, թե չէ ինչ որ վրան գրած է։
Թե հալած յուղի տեղ ընդունում եք, որ ինքը բան է։ Ով է ընդունում։ Այստեղ ամբողջ Ինքը խնդիրը գալիս է հենց վաճառում է, դրանում չէ՞ մեր սուպերմարկետում այն օրը տեսա, վերացից յուղ, անունը Կալամատա։ Ասում ես լավ, օքեյ, հունական պետք է լինի։ Բան, ավոկադոյի յուղ։ Ասում բայց խի Կալամատա, Հունաստանում ավոկադո չի աճում։ Ավոկադոն տրոպիկական բան է։ Ասում լավ, շուր են տալի։ Մոսկվայի մարզ։ Արտադրանքը, ոչ թե շշալցումը, այլ արտադրանքը։ Ու իմ մոտ հարց է առաջանում։ Ասենք այդ ով որ թույլ է տվել, որ դա մտնի Հայաստան։ Գնաս ու ամեն մի չքթած ավոկադոյի պլանտացիան Մոսկվայի մարզում, այն որ չքթածի համար մի հատ չափալախ տաս։ Ուղղակի այնով որ թույլ է տվել, որ դա Հայաստանը մտնի։ Մենք բոլորս գիտենք, մտեք սուպերմարկետ, տեսեք, գրած է Զեյթունի ձեթ, ձիթապտղի ձեթ։ Ինչ-որ բրենդ է, նայում եմ, ես քիչ թե շատ հասկանում ենք, չէ՞ որ դա եվրոպական պետք է լինի կամ չգիտեմ, կարա լինի սիրիական, կարա լինի թուրքական, բայց նայում ես բրենդը, բան ես անում փարկաստու ChatGPT-ն կա, նկարում է շիշը։ Բանը ասում ես, եղբայր կարող, ասում ես, բան չկա, ես չգիտեմ ինչ ես նկարում։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում լծված է այն ինչ որ կոչվում է Ռուսաստանում կոնտրաֆակտ պարալելի իմպորտ եւ չգիտեմ ինչ աղբ է լծված Զեյթունի ձեթի տեղ վաճառվում։ Հիմա եթե այդտեղ լինի չգիտեմ տուբերկուլոզի ու ռակի բան սենց ինչ-որ խտացրած հեղուկ դուք դա Զեյթունի ձեթի տեղ հանելու եք, որովհետև Հայաստան մտնելուց ես չեմ հավատում, որ ինչ-որ մեկը ռիսկ է անում, դա վերցնի ստուգի։ Գրած է Զեյթունի ձեթ Ռուսաստանից գալիս արտադրանքը Մոսկվայի մարզ, ժողովուրդ Մոսկվայում Զեյթուն չի աճում, ավոկադո չի աճում։ Ռուսաստանում, ասենք, սկի ցորենը առաջի բարձր կարգի չի լինում, որ գալիս Հայաստան, պրիսատկեքով եւ չինական քիմիական նյութերով են մաքրում։ Ռուսաստանում արդեն բենզին չկա։ Դուք լուրջ ուզում եք այս երկրում բան անեք, ռուսական ապրանք ուտեք, ով է թույլ տալի, այ ամբողջ հարցը այն է, 1.5 ամիսը փագա, չէ՞, ինչի է ռուսական ապրանք գալի Հայաստան։ Ինչի է գալիս, երբ է արթնանալու արժանապատվությունը։ Եղբայր չես ուզում, օքեյ, չենք տանում։ Այդ ով որ փորձում է հիմա Ռուսաստանից իրան տանի, կանչեք, ասեք, իմացել ենք մի արկղ տարել ես, $15 միլիոն վճարելու է շտրաֆ, ինչի այտենց, որտեվ ինքը քեզ մերակրվել։ Եթե քեզ օքեյ է, որ ինքը քեզ հայհոյում է։ Լավ, դե ձեզ կպատասխանեն, արկղը ոչ թե մի թույլ տուր, որ ես արտահանեմ, այլ գնիր այդ գումարը տուր, ես չեմ արտահանի։ Չէ, տարուրիշ ամեն ինչը գալու է, ահա։ Տարուրիշ տեղ ճանապարհը բաց է։ Եվրոպացիները ոնց որ թե փորձում են։ Դե դա բայց ճանապարհը բաց է, բայց եվրոպական ճանապարհը բաց է, բայց միևնույն չեն տանում։ Ահա։ Ես ունեմ արձագանքներ ամենասկզբից, որ եղավ, ասել եմ, որ դեպի Ուկրաինա, դեպի Լեհաստան, բան ինչ-որ կարողանում են բաներ ան, հիմա աշխատում ենք ինչ-որ որոշ արտահանողների հետ, որ կարողանանք դա ապահովենք, փորձել եմ նույնիսկ հաջողվել է մարդկանց կապել եմ իրար։ Այս արդյունաբերական, առևտրաարդյունաբերական պալատը, որ բացվում է հայ-ուկրաինական, այդ ուկրաինականի, դա հայ-ուկրաինականից մի կողմ ստեղ պաշտոնապես ներկայացուցիչ կա, ուկրաինական այդ բանի պալատի իհարկե ինքը աշխատել է։ Եվ շարունակեք, որ ասում եք Դե ես մինչև բացվել է, իհարկե ես Շևչուկի Լենային ճանաչում եմ եւ իհարկե մենք շփվել ենք իրancs այդ ամենասկզբից, ինքը ուկրաինական պատերազմի ամենասկզբից այդ շփումը կա մեզ մոտ։ Եվ ֆանտաստիկ աշխատանք է իրականացվել իրականում, որովհետեւ ինքը նաեւ Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Այսինքն սա մեծ աշխատանք արված եւ մենք կարողանում ենք ինչ որտեղ նաեւ դրա շնորհիվ կոմպենսացնել նույն sense ասեմ դիվանագիտական ոչ միանշանակ ոչ ակտիվ ոչ ակտիվ եւ դե նորմալ է որտեւ մեծ հաշվով Հայաստանը ուկրաինական այդ բանի մեջ ինքը չի համարվում խոշոր դաշնակից երկիր մենք չենք մասնակցում ռազմական օգնությանը դրա համար ասենք այնտեղ պրիորիտետներ կան բայց միևնույն ժամանակ սա ստացվել է եւ մեծ հաշվով սա ահռելի հնարավորություն է ուկրաինական շուկան բաց է մեր ապրանքների համար մեծ հաշվով եւ սա պետք է լինի հիմա վերադառնանք նրան լավ է որ կառավարությունը չի փոխվում թե չէ լավ չի հա
մեծ հաշվով, որովհետև այն 5 տարին, որը որ կառավարությունը պետք է աշխատանք աներ, ինքը գնացել է հոսանքով, ջրի հոսանքով, կարողացել է անել այն ինչը որ մինիմալ անհրաժեշտ է, որպեսզի ինքը ասի, որ գործ է, յուրաքանչյուր նախարարություն, այսինքն իրանք արել են ուղիղ այնքան, որքան որ անհրաժեշտ է, որպեսզի իրանց պաշտոնանք չանեն, դրանից 1 միլիմետր ավել ոչ մեկ չի արել, արդյոք սա կառավարման խնդիր է, արդյոք սա արժեքների խնդիր է։ Չէ, այստեղ հարցը լճացման է դա տանելու, թե մենք տեսնում ենք ակտիվ կառավարության ակտիվ աշխատանք, արդյունավետություն, շատ մեծ դրական արդյունքներ, թե մենք տեսնում ենք Եվրոպական միության ինստիտուտների կողմից հետաքրքրվածություն Հայաստանը առավել եվրոինտեգրելու եւ ավելի Այսինքն Եվրոպան է քաշ տալով տանում Ինքը քաշ տալով ոչ միտեղ չի տանում, ինքը ռեֆորմների է տանում, վերցրել է եւ փորձում արտահանման դիվերսիֆիկացիայի է տանում։ Ну դա սենց ասեմ, տանում կնշանակի, գիտեք ոնց, եթե օգնում, լավ, օգնում։ Եթե օրինակ Ռուսաստան տանել է մեկ միավոր ապրանքի արժենար X եւ Եվրոպան ասեր, որ գիտես ինչ կա, ես X-ի 50%-ով քեզ կվերցնեմ քեզանից այդ ապրանքը եւ ասենք երկու ալտերնատիվ ճանապարհ լիներ։ Դա կլիներ, որ տանում է, ինչ որ կերպ մասնակցում է, ասում է արի, չէ։ Հիմա իրանց համար Հայաստանի кейսը, նույն кейսն է, ինչ որ Ուկրաինայի кейսը, ուղղակի պատերազմը ոչ թե ֆիզիկական է, ոչ թե մարդիկ են զոհվում, այլ տնտեսական է։ Իրանք սա գնահատում են որպես հակաեվրոպական պատերազմի մի մաս։ Ինչպես Նենսի Պելոսին ասեց, երբ որ եկել էր, որ ճակատը անցնում է Ուկրաինայով, Հայաստանով եւ Թայվանով, հիմա այդ նույն մոդելն է ոչինչ չի փոխվել, որտեղ պատերազմը չի վերջացել։ Սա ուղղակի ճակատի մի մասն է։ Մենք այդ պատերազմի մեջ կառավարության կուրության, առանձին վերցրած վերնախավի ներկայացուցիչների դավաճանության, բան տենց ընդհանուր առմամբ էլի խնդիրների, մեծ խնդիրների, ինչ որ կուտակված պայմանագրային լավ սենց ասեմ խնդիրների պատճառով մենք մեծ կորուստ ենք ունեցել։ Իրականում մենք ահռելի մեծ կորուստ ենք ունեցել այս պատերազմում, բայց դրա գիտակցությունը մանավանդ այն մարդկանց մոտով այդ կորուստի հիմնական սուբյեկտն է, չկա։ Այդ մարդիկ հիմա փորձում են Հայաստանին մեղադրել այն կորուստում, որը вообще Հայաստանի մեղքը չէր, այլ իրանցն էր։ Եվ հիմա իրանք աշխատում են որպես առավել դեստրուկտիվ կոմպոնենտ։ Մի ավելի բաց ասեք, հա։ Արցախի մասին է խոսքը։ Խոսքը Արցախի մասին է, այսինքն Արցախը այդպես էլ չինտեգրվեց հայկական տնտեսության մեջ, որ ասում են, չի Արցախը չի ճանաչվել, չի ճանաչվել, որովհետև չէ ինտեգրվել։ Իրանք իրանց համար ինչ որ համակարգ էին կառուցել, իրանք իրանցով փող էին աշխատում։ Այն օրը տղեկից մեկը ասում է, դու իզուր ես տենց բան, սաղ անտառները որ կտրել էին, բա ուր է գնաց, ասում դարել է բան։ Պարկետ։ Հյուսիսային փողոց։ Ով էր կտրում այդ ծառերը։ Այն որ բաներ կային, չէ՞ որ ասենք Սարսանգի կողքի անտառները, Շուշիի կողքի անտառները։ Այդ սաղ ասում է օգտագործվել։ Անխնա ոչնչացվել է, չի ինտեգրվել, անխնա ոչնչացվել է։ Ես հիշում եմ կային, ասենք, չգիտեմ, Արցախի արտադրության ինչ-որ ոգելից խմիչքներ, որոնք կես լիտրանոց շշի վրա 0.25 լիտրի ակցիզ էր խմած։ Տեսել եմ, աչքովս եմ տեսել։ Այսինքն, այդ ամբողջ համակարգը, որը պետքա լիներ, որ իրանք ինտեգրում նորմալ ապրեն, գոնե տնտեսապես։ Դա չէր արվում։ Դա գնում էր մեկ մարդկանց գրպանները։ Հիմնականում են մարդկանց, ովքեր հիմա Բաքվում են մնացել կամ իրանց հետևը կանգնած, բայց այդ ամբողջի պատվիրատուն Ռուսաստանն էր։ Այսինքն իրանք առանց թաքցնելու ուզում էին դառնալ Լուգանդոնիա։ Իրանք գնում էին Լուգանսկ, Դոնեցկ, իրանք գնում էին հարավային Օսիա, իրանք գնում էին Պրիդնեստրովիա, իրանք Պրիդնեստրովիայից մարդ էին ճանաչում։ Այսինքն մոդելը այդ մարդկանց պատկերացումների անհասկանալի էր իմ համար, բայց այդպես արժանապատվություն չունեցող նոքյար ծառը։ Լավ, դուք ասացիք, որ Եվրոպան եւս գիտակցում է, որ այստեղ պատերազմ է գնում, տնտեսական պատերազմ, հա, ինքը պատերազմը հիմա փրկում է։ Այն որ բացատրեցի, դա կորուստն էի բացատրում, կորուստի պատճառը։ Կորուստի պատճառը ռազմի դաշտում չէր։
կորուստի պատճառը տնտեսական, քաղաքական եւ արտաքին քաղաքական եւ նույնիսկ հասարակական, եթե ուզում եք, դեգրադացիան էր, դեգեներացիա։ Այսինքն ամբողջությամբ քաղաքական միտքը դեգրադացված, դեգեներացված էր։ Եվ եթե դու Ռուսաստանի հետ ես, դու ուրիշ տարբերակ չունես։ Քո ազգային ամբողջ արժեքը դեգրադացվում է այնտեղ, կոռուպցիայի է ենթարկվում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Լավ, հիմա եկեք չեմ ուզում խտացնել շատ գույները, բայց եթե խոսում ենք էլի պատերազմի մասին, որ Հայաստանը գտնվում է պատերազմի մեջ կամ Հայաստանին դեմ վարվում է պատերազմ կամ Հայաստանին հայտարարվում է պատերազմ, ոնց ուզում եք ձևակերպեք, ստացվում է, որ Հայաստանը գտնվում է պատերազմի մեջ։ Այո։ Գտնվում է, թե դեռ կա վտանգ, որ կգտնվի պատերազմի մեջ, նախ այդ հարցին։ Չէ, ինքը սկսելա չի ավարտվել։ Պատերազմը սկսվել է։ Վաղուց է սկսվել։ Քանի այսպես ճակատ ունենք, Ադրբեջանը, որ շարունակում է միջազգային հարթակներում Հայաստանի դեմ աշխատել, համարում ենք, որ շարունակում է Ադրբեջանը պատերազմել Հայաստանի հետ, թե այդ դա մենք ուրիշ ձևով պետք է գնահատենք։ Այս պարագայում տեսեք, Ադրբեջանը դա այսբերգի Եվ Ռուսաստանը երկու բան ճակատներ նշենք։ Խնդիրը նշենք։ հենց այնա չէ, դա երկու ճակատ չի։ Դրա համար ես Դա ասեմ, մեկ ճակատ։ Ուրեմն մեկը ես հարցնում եմ Ադրբեջանը, երկրորդը Ռուսաստանը, դա երկու ճակատ է։ Չէ, դա երկու ճակատ չի, Ադրբեջանը ընդամենը խամաճիկ է այս հարցում։ Այնտեղ բազմաթիվ բաներ տարիներով նույն բանն եմ ասում։ Դե ասեք։ Ձեր թշնամին Ռուսաստանն, անկախ ամեն ինչից, ինչ ուզում եք արեք, ձեր իրական միակ ամենամեծ, ամենասրիկա, ամենավտանգավոր թշնամին Ռուսաստանն է։ Եվ այդ Ռուսաստանի թշնամության արդացոլումներից մեկը դա Ադրբեջանն է, մյուսը Լարսն է։ Մյուսը ժամանակ առ ժամանակ, օրինակ, չգիտեմ,
Վրաստանով երկակի նշանակության ապրանքների արգելանքը որ գա։ Ռուսաստանը ամբողջությամբ Հայաստանի պետականության ոչնչացմանը ուղղված է այն պահից, երբ Հայաստանը ձեռք է բերել անկախություն 91 թվականին։ Իսկ մինչև այդ ինքը հայկական գործոնի ոչնչացումը եղել է ռուսական ցարերի ամբողջական բանի մեջ 1829 թվականից Նիկոլայ առաջինից։ Այդ եղել է ռուսական պետական ծրագիր հայկական գործոնի ոչնչացումը այս տարածաշրջանում, որովհետև հարմար չի, որովհետև պաշտոնապես Ռուսաստան կայսրության պաշտոնյաները բազմիցս ֆիքսել են, որ հայերը լեհերի պես ճակերտներում անշնորհակալ են, հենց իրանց մի քիչ տեղ է տալ, իրանք անկախություն են ուզում։ Իսկ դա իրանց պետք չի, ռուսներին դա պետք չի։ Լավ, գնահատեցիք իրավիճակը, հիմա հարցից հաջորդ քայլը երկու ճակատ է թե մեկ ճակատ է, դուք ասում եք մեկ ճակատ է, պատերազմ է վարվում Հայաստանի դեմ։ Ինչպես է Հայաստանը դիմակայում այդ պատերազմում։ Չէ, ես անպայման պետք է ասենք, որովհետև հիմա ընդեղ նստած մարդիկ հիմնականում անգրագետ կամ բան։ Իրանք կսկսեն խոսել նրա մասին, որ սա պատերազմ, ուրեմն պատերազմը ունի բազմաթիվ արտահայտ, խոսքը տնտեսական հիմա տնտեսական պատերազմ, տաք պատերազմ չկա։ Եվ ցանկալի է, որպեսզի մարդիկ հասկանան, տնտեսական պատերազմի մասին է խոսքը, տաք տնտեսական պատերազմի մասին է խոսվում, դրանց առաջ ասում ենք հիբրիդային պատերազմ, հիմա ավելի ոնց որ թե այդ հիբրիդայինի մեջ եւ ինֆորմացիոնն է մտնում եւ այլն եւ այլն։ Դե հիբրիդային, որովհետեւ հիմա մեզ կարան հակադրածում Ադրբեջանը, բանա, բենզին է, այո, չի կարող Ադրբեջանը չտա այդ բենզին։ Ինչու՞։ Որովհետև կան միջազգային խաղացողներ, որոնք ակնկալում են, որ Ադրբեջանը իրան կպահի ինձ ոնց որ դա սպասվում է։ Եվ դա բարի կամքի դրսևորում է Ադրբեջանի կողմից։ Որովհետև եթե Ադրբեջանը դա չտակ, ստացվի որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ միասին աշխատում է Հայաստանի դեմ։ Իսկ Ադրբեջանը օրինակ նույն կերպով Ռուսաստանին օժանդակում էր եւ դրոների համար բաներ արտադրում եւ հնարավորություններ տալ որ Ռուսաստանը Ադրբեջանի տարածքը օգտագործի եւ Ադրբեջանը կնդրոշ օգտագործի գազ եւ նավթ վաճառելու համար կամ ուկրաինական ծորենը գողանա եւ ադրբեջանական դրոշի տակ վաճառի։ Եվ նույն ժամանակ ինքը Ուկրաինային օգնություն էր տալի $200,000, $5 միլիոն։ Բայց հիմա կհարցնեն, ինչպես է ստացվում, որ Ադրբեջանը համ Ռուսաստանի պրոքսին է, միասին են Հայաստանի դեմ, բայց Ուկրաինայի հարցում Ադրբեջանը կարծես թե ավելի ազատ է օգնում Ուկրաինային, լինելով Ռուսաստանի պրոքսի։ Եթե մարդիկ իմանային, եթե մարդիկ իրականությանը համարժեք վերաբերվեին Ռուսաստանին, իրենք իմանային, որ դա Ռուսաստանի հետ աշխատելու միակ բանն է։ Ռուսաստանը մազոխիստ երկիր է։ Ես բոլորին ուզում եմ հիշեցնել, որ ռուս տղամարդիկ հաճույքով իրանց կանանց եզով աղջիկներին մենակ առանց ուղղորդման ուղարկում էին Թուրքիա 2 շաբաթով, որպեսզի Թուրքիայի բոմժերը սպերմատոքսիկոզից պրծնեն։ Իրանք շատ լավ է գիտեին, որ Նատաշաները իջնում են Անտալիայում միանգամից ոտերի հետ խնդիր է առաջանում։ Իրանք սկի հյուրանոցից չէին դուրս գալիս։ Շատ լավ է ամուսնացել, գիտեմ, էլի գիտեմ։ Տեսել եմ նույնիսկ ընդդեմ։ Լավ, Չէ, դուք ուզում եք բացատրեք ինչ որ ուրիշ բանով ոչ, այդտեղ է բարոյականության մեջ է հարցը։ Ռուսաստանի հետ տենց պետք է վարվես, եթե արգանք ես ուզում։ Ադրբեջանը այդպես է վարվում։ Բա իհարկե, Ալիևը ինքնաթիռը գցեց, տեսեք ինչ արեց։ Տեսեք ինչ արի, ոնց նվաստացրեց, վրով ման եկավ Պուտինի։ Պուտինը ինչ արի, վերջում ասած կներեք։ Եղած է դա։ Հիմա օրինակ որ մի բան Ռուսաստանում ասում են, Կապերկինին կանչես, ԱԳՆ-ի շենքի դեմից նոտան 10 ասես դե հիմա դավայ ռակ կաշից տեղից, կամ ասենք ամեն մի Սալավյովի ասացից հետո դեսպանատան 20%-ը կրճատես, տեսեք ոնց խելոք վիզները կծարեն, ռուսը չի հարգում, որ իրան չես ճնշում, չես նվաստացնում, չի հարգում ուղակի քեզ, չի հարգում ընդհանրապես, ոնց որ թուրքը չի հարգում, երբ որ դու իրան չեղած տեղը գնում ես, ասում ես խոսում ես խաղաղությունից։ Իմ հարցս էր, ինչպես է Հայաստանը ձեր կարծիքով դիմակայում այս տնտեսական պատերազմին եւ ինչպես պետք է դիմակայեր, եթե լինեիք դուք վարչապետ օրինակ։ Մոտավորապես 16 թվականից ամբողջ ինտեգրացիոն գործընթացները Ռուսաստանին պետք է դադարեցվի։ Իմ տեսանկյունից
13 թվականի օգոստոսին, երբ որ օգոստոս-սեպտեմբերին, սեպտեմբերը մենք մենակ արտացոլումն ենք տեսել, օգոստոսին այդ գործընթացները, որ սկսել էին, որ Սերժ Սարգսյանին ճնշում էին, ես իմ արտաքին հետախուզությանը կպատվիրեի ու կարող եմ մի 4-5 դավաճանների գերդաստան լույս աշխարհից վերանար, դաժանաբար, դրանից հետո հանգիստ գնայի Վիլնյուս եւ կստորագրեի Եվրոասոցիացիայում ու կվերջանար, ու վերջ, Այսօր ինչպես է դիմակայում։ նույն բանով, շատ վատ, Մեզ մոտ անընդհատ ձերբակալություններ են։ Չէ, ձերբակալությունները Ռուսաստանի դեմ պայքարը ձերբակալությունների հետ կապ չունի։ Դուք պետքա պրոակտիվ լինեք։ Այսօր սա է, վաղ այն ուսորը պրոակտիվը նշանակում որ դու ռիսկերը պետք է գնահատես, process-ները մշակես եւ անես այն ինչ որ քեզանից չեն սպասում, որ դու տյանս կամ տյանես ավելի արագ, քան ճշնամինակո հանդեպանում։ Հիմա մենք ինչ ենք սպասում, ձուկը փագեցին, էլ ինչը կարան փակեն, չգիտեմ, հայկականություն, տրավերտինը։ Դու պետք է կանխարգելիչ գործողություններ իրականացնես։ Ինչի պետք է մենք սպասենք ու հիմա բաներով գա որ դա տեսեք ձուկ արկելափակել։ Ջանդամը թե չեն արկելափակել։ Հիմա ամբողջ կառավարությունը պետք է աշխատի, չգիտեմ, մարդ պետք է չլինի, պետք է գնան ասեք, չգիտեմ, Թայթից մինչև եսին որտեղ ընկնեն ասեն իշխան ունենք։ Եվրոպայում պետք է բուտիկ խանութներ բացվեն, դեսպանատները պետք է զբաղվեն։ Չգիտեմ, հայկական տուն անունով, չգիտեմ, գնացեք տարածք առեք, խանութներ դրեք, այդ կառավարությունների հետ պայմանավորվեք, քաղաքապետարանների հետ պայմանավորվեք, այդ խանութները բերեք, լցրեք հայկական ապրանքով, թող գան մարդիկը տեղից առնեն։ Այսինքն պրոակտիվը նշանակում է սա ամբողջ արտադրանքը այնտեղ լինի։ Սկսած են որ հայկական աղջիկների դեմքով պայուսակները բանի ասեղնակարարած, չգիտեմ, շախմատի փայլուն բաներ կան, գործեր կան, նայում ես, ասենք, մտնում ես վերնիսաժ, հայկի հաճույք ես ապրում։ Ինչի՞ չէ, այդ բուտիկները տարեք վերնիսաժ ինչ որ կա, ստեղծեք, թող այնտեղ հնարավորություն ունի մարդկանց, պարտադիր չի բան։ Ծիրանեք ուզում տանեք, չեք կարողանում տանեք, օքեյ, ստեղծեք ծիրանի տուրեր։ Գաղափար եմ տալի, ժողովուրդ, հայտարարեք ծիրանազավրների օր եկեք Հայաստանում, ասենք, չգիտեմ, ոնց են Իսպանիայում այդ բանի լոլիկի օր կա, չէ՞, որ իրար ծեծում են, պահենք բերքը շատ տալնում։ Բերեք ծիրանի օրը, թող իրար մարդիկ լավ։ Պահածո կլինի։ Այ մարդ ինչ չի պահածո։ Դուք սարքեք իրադարձություն գալացողի համար դա։ Ոնց որ Վարդավառն է։ Պարտադիր չի հարփել մի հատ գինու փառատոն, մի հատ գարեջրի փառատոն, մի հատ, չգիտեմ, ինչ-որ խորովածի, մի հատ տաբուրետկի արաղի, հերիքա հարփացնեք մարդկանց։ Լավ, շնորհակալություն, մեկ հարց էլ կա, ժամանակը պարզապես սպառվում է դրա համար եմ ընդհատում, թե չէ կարևոր էր ձեր գաղափարներն էլ, որով դուք կիսվում եք, գուցե եւ օգուտ տան։ Սահմանադրական դատարանը այսօր դեռ արդյունքների չունենք, հարց է քննարկելու չեղյալ հայտարարել թե չհայտարարել ընտրությունները։ Նախ ինչպես եք դուք կարծում, դե կանխատեսել պետք չի, բայց արդյոք իսկապես ձեր գնահատմամբ այնպիսի իրավիճակ է, որ չեղյալ պետք է հայտարարվեն արդյունքները, եւ եթե չեղյալ չհայտարարվեն արդյունքները, մենք խոսեցինք, որ կառավարությունում փոփոխություն է լինելու, մենք խոսեցինք, որ ազգային ժողովի նախագահն է փոխվելու, իդեպ ինչ մեխանիզմով է փոխվել, դրա մասին երևի առանձին է պետք խոսել, բայց ոչ այս պահին, բայց ոնց որ թե կազմը քիչ փոփոխությամբ մնացել է նույնը։ Եվ այսպես, չեղյալ կհայտարարեիք դուք ձեր կարծիքով ճիշտ էր արդյոք չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները, թե ոչ։ Դե ընդհանուր։ Չէ, իհարկե ընդհանուր։ Ընդհանուր։ Չէ, ընդհանուր իհարկե։ Այդ 2-3 տեղամասում հայտարարվել է սխալ կան, պետք է վերակվեարկություն, որը չեն համաձայնվում։ Եվ բայց հարցը քննարկվում է ամբողջ ընտրությունների արդյունքը, ամբողջ ընտրությունները չեղյալ հայտարարել։ Դա հիմարություն ամբողջ ընտրությունների ոչ մի խախտում տեղի չունեցան, անգամ էլ ենք խոսել։ Առավելագույնը ստե խոսքը գնում է մեկ կուսակցություն կանցնի թե չի անցնի, դրա հետևանքը կարելի է այտենց մեծ մեկնաբանել, որ 3/5-ը կլինի թե չի լինի, բայց դա ոչ ոք չի փոխում մեծ հաշվով։ Կառավարությունը ձևավորում է ԿՊ-ն ձևավորում է կառավարությունը ոնց որ ուզում է, 3/5-ը եթե չկա հիմնականում 3/5-ը անհրաժեշտ է համանդրական
օրենք գաղափարի համար եւ որոշ պետական պաշտոնյաները կարող են ԺՊ, կարող են ԺՊ 5 տարի, ոչ մեկ դա չի արգելում, ոչ մի օրենքով դա սահմանափակված չի, կամ ասենք եթե նույնիսկ սահմանափակված է 2 տարով, 2 տարի հետո նորից դիր նշանակի, այսինքն այնտեղ խնդիր չկա, դա մեկ։ Երկրորդ ինչ վերաբերվում է բանին ընդհանուր առմամբ չեղարկելուն, ապա այստեղ հարցը կարա լինի, կարա գա այնտեղ, որ եղբայր դուք մեծ հաշվով լավ բոլորս է հասկանում են, կա ինչա կատարվել։ Այդ չեղարկման հարցը այնց չի, որ ինչ որ միակողմանի է, դա երկու կողմերին է վնաս է տալիս։ Որտեւ եթե չեղարկում ենք ու նորից ենք անում, օքեյ, այդ դեպքում սենց ենք անում, Ռուսաստանից ով գալիս է չի քվեարկում։ Կամ այս անգամ Ռուսաստանից գալացողները սկզբից գնում են ծառայելու, նոր են գալի բանանել։ Փակում ենք այդ թեման ու բրցնում ենք։ Էլ չասած, որ իրանք բավականաչափ թույլ են տվել, ու այսպես կոչված ընդդիմադիրները բան են թույլ տվել, որ սխալներ են թույլ տվել, որոնք որ իրան թույլ չեն հնարավոր չեն դարձնի նույն տոկոսը հավաքելու։ Դա տրամաբանական է։ Միանշանակ, որովհետև բազմաթիվ հարցեր կան, որոնք այնտեղ ակտիվի հետ, քաղաքական ակտիվի հետ աշխատանքի արդյունքներ եւ այլն եւ այլն։ Վերաբերվում է բանին, հա մենք բաց թողեցինք Ալենի հետ կապված Սիմոնյան թե ինչա։ Չգիտեմ, ինձ թվում է, որ ժամկետը լրացել է եւ բանա, դա ամեն դեպքում ինքը ԿՊ-ի վարչության անդամ։ Մեծ հաշվով, ինչի՞ չէ։ Կարա օրինակ, չգիտեմ, ընտրեն նախագահ։ Նախագահ ինքը հաստատ, ինքը հաստատ գործողից լավ է, 100% անկասկած։ Այդպես բան չկա էլի, ասենք գործողը ընդհանրապես շուտ պասաժիրը։ Կապ չունի իրականության հետ։ Չգիտեմ նույնիսկ ինչի համար ինքը ստացավ պատվո լեգիոն իշխան, չէ, հասկանում եմ ինչու, բայց ասենք հաստատ չպետք է ստանար էլի։ Ինչու առանձնապես։ Լավ, դե իհարկե ենթադրել չենք կարող։ Չէ, չենք կարող ենթադրել, ուղղակի քաղաքական առումով նենց չի, որ Ալենը շատ մեծ է, ինքը տենց քաղաքական կարիերայի ինչ որ մասա, կարող է եւ չհամաձայնել, որովհետեւ նախագահն դա քաղաքական կարիերայի ավարտ է։ Նախագահից հետո ոչ ոք չես կարող անես։ Ну, եթե չհաշվենք, ասենք որոշ սահմանափակումներ, որ հետո բաներ, ինքը ԿՊ-ից է, էլի չի կարող ԿՊ-ից դուրս գա, առանձին խաղացող։ Դրա համար չգիտեմ կհամաձայնվի թե չէ, բայց տրամաբանական կլինի 7 տարով այնտեղ, հետո դրանից հետո արդեն պատվավոր թոշակի հավերժ բանով։ Այսինքն ավարտ։ Հա, դե քաղաքական կարիերայի ավարտ, քաղաքական կարիերայի, բարձր, աշխատանքի չէ, բայց ասենք մեզ մոտ դա ընդունված չի, էլի, բայց ասենք չգիտեմ նորմալ երկրներում դա հետո վերածվում է, չգիտեմ, դասավանդման, տարբեր միջազգային կառույցներում ներկայացնում։ Լավ, դա դե եթեներ են, ամբողջը եթեների դերույթում է, փաստորեն նույն բանը, ես ասում եմ, փաստորեն մենք ունենք ինչ-որ մի իրավիճակ, որ ընտրությունները ավարտվել են, բայց ոնց որ չեն ուզում բաց թողեն այդ, չեն ուզում հաջորդ փուլ անցնել։ Այս փչացած բանի պլաստիկայի, ոնց է պլաստիկան այլ, սկավառակի, հա, բան են, որ սենց գնում է, դու ճարում վերադառնում է։ Լավ, եւ խոսում էինք անընդհատ խոսում էինք յետ ընտրական շրջանի մասին, յետ ընտրական վտանգների մասին։ Միակ что յետ ընտրական վտանգը է դա, որ վարդավարա գալի։ Քաղաքական այսպես բուրըն իրադարձություններ չեք սպասում։ Չեք տեսնում։ Որպեսզի քաղաքական բուրըն իրադարձություններ լինեն, Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտը պետք է լինի առողջ առույգ եւ կյանքի նշույլներ ցույց տվող։ Չկա, մենք խոսում ենք դրա մասին, որ այս ընտրությունները վերջինն են, սա մենք իրականում մահը կնքեցին, ասում եմ, իրանց մահը եկել է։ Երկու հարց միջազգային։ Ոնց ասեք։ Այո, Իրան, Միացյալ Նահանգներ։ Տեսնում եք, որ հանգուցալուծվում է խնդիրը, թե հակառակը։ Չգիտեմ, երբ որ արդեն ծիծաղս գալիս է, որտեվ ասում հանգուցալի վերջի ցանկություն, այսինքն Տրամպի քաղաքական վարկանիշը իմ համար արդեն դարձել է, ինքը չգիտեմ ինչ է ուզում։ Չէ, ինքը չի հանգուցալուծվում, ինքը հանգուցալուծվում, հանգուցալուծումը վերջացել է։ Հանգուցալուծվել վերջացել է, վաղուց, հիմա պետք է գիտեք ոնց է այս բանն է, որ ընդունելու բան կա, չէ, փուլեր կան, ագրեսիա, բան, առևտուր։ Հիմա Տրամպը պետք է ընդունի, որ ինքը պարտվել է այս պատերազմը, վերջակետ։ Իրան դրանից կամ տարածաշրջանը դրանից շահում է։
Իրանը, Պարսկաստանը շահում է միանշան, հա։ տարածաշրջանը։ Տարածաշրջանը առավել եւս։ Որովհետեւ Այսինքն, այն ինչ այս պահին կա։ եթե տեսեք, եթե ամբողջական այս ամբողջ պատմությունը, լավ ամբողջական չասեմ, ամբողջ պատմությունը ավարտվի լրիվ fake բաների հիման վրա, հա, Իրանի դեմ այս իրականացված բան, որովհետեւ Իսրայելի պատվերով իրականացված։ Որովհետեւ նրա դարդը ինչ է, Պարսկաստանը ավելի լավ դաշնակից է արևմուտքի համար, քան Իսրայելը, ակնհայտորեն, բոլոր առումներով։ Այսօրվա Պարսկաստանը, թե Ցանկացած Պարսկաստանը։ ինչ որ այլ Պարսկաստան։ Ցանկացած Պարսկաստանը։ Այն Պարսկաստանը, որին դու չես գնում ու չես սովորացնում, ինքը ոնց ապրի, որովհետև 6000 տարի ապրում է, ինքը իր ապրելու ձևը գիտի, չես կարող իրեն սովորացնել։ Ուրիշ հարց է, որ տարածաշրջանում Պարսկաստանի առկայության դեպքում, հա, մանավանդ Ամերիկայի, որտեղ 50-ականներից Պարսկաստանն էր ամենամտերիմ գործընկերը Ամերիկայի։ Պարսկաստանի միջոցով էր Ամերիկան մտնում տարածաշրջան։ Ինքը տենց ձևավորված ինչ որ բաներ կան, ճանապարհներ կան, հա, ինքը համ գազը, համ նավթա, համ մեծ տարածքա, համ հարավից սովետական բաներին, սահմաններին կպած էր, հակասովետական աշխատանքի համար հարմար էր բան, հիմա էլ նենց չի, որ տենց վտանգը տարածաշրջանում որպեսի լինես մեծ պետություն է ու մեծ հաշվով բոլորը գրեթե անգլերեն հանգիստ սովորում են, մեծ մշակույթ է, մեծ քաղաք է, արտադրությունը, արդյունաբերությունը հարմար գործընկեր է։ Չեմ ասում լավ է, վատ է, թողենք մի կողմ։ Հարմար գործընկեր է։ Հիմա այս ամբողջ պատմությունը նրա մասին է, որ իսրայելական լոբին չի ուզում որ դա լինի, որովհետև հենց որ Պարսկաստանի հարցը լուծվում է, այն 4 միլիարդը, որը իրանց ամեն տարի տալիս են, որ պաշտպանվի Իրանից, այն 25 միլիարդը, որ իրանք տարեկան հիմա վերցնում են ոչ պաշտոնական եւ 40-ը պաշտոնական, որ այս ամբողջ գումարները, որ դուրս է գալի, նույնիսկ այդ գումարների 50%-ը որ դուրս է գալի, Իսրայելը դառնում է բանկրոտ։ Դա Իսրայելի տեսանկյունից հիմա տեսնենք Ֆիդանը Մոսկվա էր գնացել այս զուգահեռ Ֆիդանը լուրջ խնդիր ունի Թուրքիայում, որովհետև Ֆիդանը փորձում է հետ Էրդողանյան Թուրքիայի առաջնորդ դառնալ։ Ինքը մանա գալ ինչ որ մեկին, ով իրան կաջակցի։ Եթե ինքը շարունակեց գնալ Մոսկվա, ինքը կտապալվի, որտեղ Մոսկվան չի կարող իրան աջակցի։ Այսինքն ինքը մեծ հաշվով սենց ասեմ, ինքը մեկա բոլորի համար իրանց հետախուզության ղեկավարն է եւ այդ այն ժամանակահատվածում, որ այդքան էլ միանշանակ չեն եղել գործողությունները այդ հետախուզության տարբեր թե քրդական հարցով, թե Արցախի հարցով, թե բան այդ ամեն ինչով, այնտեղ բաներ կան, լուրջ խնդիրներ կան։ Եվ Ֆիդանը հիմա փորձում է ներքին վարկանիշ հավաքի։ Թուրքիայում եւս բավականին մեծ զանգված կա, ով մինչեւ հիմա համարում է դե նախ ասեմ, որ 5-ից 7% կա, ովքեր որ համարում են, որ Թուրքիայի ղեկավարը մինչև հիմա սուլտանն է, եւ Ռուսաստանն է շատ կարևոր մեծ երկիր է։ Այսինքն ինքը ինչ որ ընտրազանգվածի վրա է աշխատում, ցույց տալով, որ ինքը բանը։ Այդ սաղ մնացած բաները 3+3 բան, այդ ֆուֆու թեմաները։ Ինչ թեմաներ։ Դե տենա որ դե եկեք մենք կիսենք բան, մենք երկու գերտերություն տարածաշրջան։ Դա Ռուսաստանին էր պետք, նրանք էլ պարզապես համ Ռուսաստանին է պետք, Ֆիդանին էլ է պետք։ Մեծ հաշվով հասկանում եք, երբ որ Թուրքիա, երբ որ Պարսկաստանի հարցը լուծվում է, երբ որ Պարսկաստանը դուրս է գալիս այս իրավիճակից, 300 միլիարդ եվրոյի դոլարի ներդրումը տարածաշրջանի համար ցանկացած երկրի համար հարց է լուծում։ Եվ այդ 300 միլիարդը դա ներդրվելու է Պարսկաստան։ Եվ Պարսկաստանը միանգամից դուրս է գալի առաջի դեր։ Թուրքիան այլևս իր խնդիրներով հանդերձ չի կարողանալու ոչինչ առաջարկի նույն Ամերիկային։ Չնայած հիմա օրինակ ասում են Անկարայում լինելու է ՆԱՏՕ-ի բան, վեաժողով, որի ընթացքում այն օրը կարդացի, որ Թուրքիան պահանջել է, որ խնդրել է General Electric-ի կործանիչների համար նախատեսված շարժիչներ եւ Տրամպը ոնց որ թե ուզում է տա, չնայած կոնգրեսը չի թողում, գիտենք մենք այդ պատմությունը, որ կոնգրեսը չի թողում, բայց Տրամպը ասում է կտա, դա տևելու է տարիներ։ Տրամպի ժամկետը մնացած բավարար չի, որ այդ հարցը լուծվի, որովհետեւ շարժիչը դա կործանիչ չի։ Կործանիչը կարաս փաթեթով տաս, ասես նո, չկանդես։ Շարժիչ տվեցից տեխնոլոգիան է ստալի։ Իսկ դա մի տեսակ թեմա է, որտեվ եթե դու Շվեդիային արգելել ես գրիֆենները վաճառել այդ շարժիչով, ասենք այդ շարժիչը տալ Թուրքիային ինչ իմաստ ունի, ոնց որ շվեդերին կատաղացնես, գցես քեզ, բան, դաշտը։ Ամեն դեպքում այս ամբողջ պատմությունը Ֆիդանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի տարածաշրջանում եւ Պարսկաստանի հարցի լուծման բան իօգուտ մեզ է աշխատում, ինչու, որովհետեւ
դուք տեսնում եք այս պերտուրբացիաները, турբուլենտ շարժումները, որոնք որ турբուլենտությունը միշտ լավ է, դա նշանակում է որ շնչումը ապրում է երկիրը։ Մենք միակ հարցը որ ունենք սահմանի բացումն է։ Մեր ամենավատ բանը այն է, որ Ադրբեջանը գնալով հայտնվում ավելի խորը ճգնաժամի մեջ։ Հիմա նրանք նավթի գները իջնում են։ Ինչ որ մի պահ ինքը որ թրփոշացել էր իդեպ սկսել էր նորից աչ ու ձախ սուրը կտրել, այդ կապված էր նաև նրա հետ, որ նավթի գները բարձրանում էին։ Ինքը բյուջեն կարողացավ ինչ որ մի 3 ամիս համարենք առաջի կիսամյակը, լավ, ինքը տենց քիչ թե շատ դրական կփակի։ Բայց եթե գները շարունակեն ընկնել, ինքը նորից խնդրեմ ունեն։ Ինչ է բյուջեն, եթե չեմ սխալվում, բյուջեն հաշվեր կծա $82-ից։ Իրա դե ազերի լայթը ավելի թանկ է, քան բրենդը։ Բայց sense որ գնենք չի կարա 82-ով փակի։ Շնորհակալ եմ եւ ամենավերջին հարցը, բայց կարճ, այսպես մեկ ձևակերպման 4 րոպե։ 4 րոպե Ռուսաստան։ Հա, ինչ Ռուսաստան։ Իրան, ներողություն, Ուկրաինա, Ռուսաստան, Ուկրաինա։ Ղրիմ, սիրածս թեման։ Ղրիմ, բենզին չկա։ Երեք նայում եմ 3 առաջորդ տվյալներով բենզին տեղ կա որ բենզինը 150 ռուբլի է։ Պետական բենզին, ну ասենք բան, բենզալցակայաններ։ Հիմա դե նոր խոսք կա, չէ, ասում են դե չկա։ Հա, չկա, հա, հիմա չկա, բայց հասկանանք, որ այնտեղ տարածքները շատ մեծ են եւ առանց բենզինի, առանց ավտոմեքենայի շատ հաճախ հնարավոր չի ուղղակի տեղաշարժվել։ Եվ քանի որ այդ իրանց հաբրգացությունը, որ մեր մոտ ոչ մի չի կարող լինի, մենք շատ լավ ապրում ենք, մկտներից է դուրս գալու, որտեղ մարդիկ օրինակ չգիտեմ, բանում այդ էլիտար բնակավայրերում մկադիկից այն կողմ բան, տներ բաներ, հիմա դեմ պետք է գնա գա, չկա բենզին, ինչ ան։ Ինքը պետք է առնի այդ բենզինը 250-ով, 300-ով, կառնեն հարուստները բան կանեն, բայց այդ արդեն հասկանում եք, եկել է դուրը ծեծում, ասում արի բրցանք։ Հիմա հետո ինչ եք անելու, վաղը ինչ եք անելու, որովհետև սա դեռ սկիզբն է, որպեսզի հասկանաք, վերջի սկիզբն է։ Այս օպերացիայի վերջը սկիզբը ընթացիկ է 5 տարիա պատերազմ է գնում, այս մի օպերացիան որ մշակվել է, ինքը հնարավոր է դարձել, որովհետև հնարավոր դարձավ բավականաչափ հեռահար դրոների բավականաչափ քանակ կուտակել եւ եղանակային պայմանները թույլ են տալիս այդ դրոները զանգվածային կիրառում իրականացնել։ Ղրիմը ամենահետաքրքիր թեման է։ Իրականում Ղրիմն է ամենահետաքրքիր թեման, որովհետև Ղրիմի փաստացի շրջապակումը եւ Ղրիմի հետագա անկումը, որովհետև քաղաքացիական բնակչության դուրս գալը, որը մենք տեսնում հատուկ նայել եմ, կա արդեն, ասենք եթե տենց ընդհանուր վերցնենք, գնահատվում է, որ 3-ից 5% բնակչության ինքնուրույն առանց բանի դուրս է գալիս։ Այնտեղ ինչ որ կրիտիկական զանգված կա, որից հետո դա խուսափելիորեն բերում է լրջագույն գաղափարական ճգնաժամի, որովհետև եթե դուրս գան, ասենք, չգիտեմ, 15-20 հազար հոգի, իրանք կգնան իրենց տները, կարող է չերևա, բայց որ դուրս գան 30-ից 40 հազար հոգի, նույնիսկ Ռուսաստանի մասշտաբով կստացվի, որ Ղրիմից դուրս են գալիս։ Եվ դա նշանակում է, որ այդ կոնսենսուսը, որը կար Պուտինի շուրջ, որ օքեյ, Ղրիմը զիլոնի չլավեչիկին աստամնի այդ բան վերցրեց, յուրացրեց, բանի գնդացիրերի բանի տակ իրականացրեց հանրաքվե ճակերտներում ասեց, որ էս իմն է, այդ ոնց որ ջրվում է, այդի որ ջրվում է, արդեն դու վերջացար։ Դու քաղաքական կոնսենսուս ես կորցնում, որ դու ունակ ես եւ կարող ես եւ դու ճիշտ ես արել։ Այդ ամենակարևոր հարցը հիմա Ռուսաստանի համար, այս վերջերս նույնիսկ բանին են սկսել հիշել Պրիգոժինին։ Ասում փայլուն մի հատ վերնագիր կար, ասում անավարտ պիես Կուվալդայի եւ նվագախմբի համար։ Այսինքն մարդիկ ասում են, որ այդ պիեսը, որը որ սկսել էր, որ դուք տարակ գցեցիք այդ ինքնաթիռը, բայց այդ մարդիկ, ովքեր են ժամանակ Պրիգոժինի շնորհիվ մի քիչ մտածող էին, հիմա այդ զետնիկների բանը որն է, որտեղից է գալիս զետնիկները այդ վային կորերը, իրանք են սկսել Պուտինի վրա բանը։ Հիշում եք Պրիգոժինը ասում էր «Ձեդուշկա մուդակ», Պուտինին նկատի ունենալով, հիմա զետնիկներն են դրան գալիս։ «Ձեդուշկա մուդակ»,
Այսինքն այնտեղ հարցեր են առաջանում, որոնց պատասխաններ չեն ու այն նրանք, ովքեր Պրիգոժինի վրա բան էին անում, գոռում էին, ես ինչ ես անում, դու դավաճան ես, դու երկիր ես բան անում, հիմա նստած ասում են, կարողա ճիշտ էր։ Կարող է, դե smysli իմ տեսանկյունից ինքը մարդասպան հանցագործ է, հարց չկա։ Ամենահուշկու հակահարվածը, որ Ռուսաստանը կարող է դեռ տալ ի պատասխան այս իրավիճակին, որը կլինի։ Հիշում եք, Comedy Club-ի մեջ ենք բան կար, скрипач пришел, взял, ударил себя по голове, сказал, видишь, как я могу։ Ասենք Պուտինը կարա բան անի կամ Միշուստին տենց կամերաների դե Վալդայան մի անգամ փորձեցին, չէ՞, այդպես։ Դե տեսեք, ամենամեծ հակահարվածը այն է, որ Պուտինը ապացուցի, որ ինքը իրականում բան չի հասկանում, որ ինքը այդ լուրջ հակահարված կլինի։ Հիմա ասեմ ինչը։ Նստի ինքնատիր գնա Հաագասի հանձնվում է։ Լուրջ եմ ասում, այդ Ռուսաստանի համար ամենա փայլուն բանը, որտեղ պատժամիջոցները միանգամից դուրս կգան։ Ասում դա Ռուսաստանի մասին չի։ Այդ ջանդամը թու անուն ուրիշ դնեն, թու դնեն Մոսկով։ Այսինքն հակահարված այս պահի դրությամբ չեք տեսնում, որ Չեմ լուծում տեսնում։ լինի ռազմական։ Չէ, Դիվանագիտական։ ռազմական մոռացեք, եթե ինքը մոբիլիզացիա հայտարարեց, ցավոք սրտի մենք ենք առաջինը տեսնել, որ ինձ թվում է մենք բանն ենք մնացել են միակ եվրոպական երկիրը, որ իրանց թույլ է տալի ներքին անձնագրերով։ Մենք կարող ենք որ մի օր տեսնենք, որ ասենք էլի 300,000 եկավ։ Իդեպ այս վերջերս Ազիմուտը, որ Գյումրիից թռել է Ազիմուտներ, Պապեդաներ, Գյումրիից թռել էր խնդրեմ տվե Մախաչկալայում նստել։ Չէ, Մախաչկալայում նստել էր, որտեվ բան էր, քրիտիկական էր։ 3 առաջ օրը 3 եմ կարդացել, հետեւաբար 3 առաջ օրն եղել հայտարարությունը, Ազիմուտը դիմել է Ռուսաստանի կառավարությանը, ասել է, որ սենց չի կարա լինի, ես չեմ կարողանում լցնել ավիակերասին չկա, ես խնդրեմ ունեմ լցնելու հետ, նրանք ասել են ամեն ինչ նորմալ է, դրա համար եւս մեկ անգամ դիմում եմ մեր քաղաքացիներին, համակարգացիներին, ոչ մի դեպքում ռուսական լոու կոստերներից չօգտվել։ Ոչ մի դեպքում գնալով սկսելու են ընկնել դրանք։ Այսինքն որ հետո չլինի, որ չենք զգուշացրել, չեք օգտվում դրանից։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան։ Ես եմ շնորհակալ, չվախեք։ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահը դուք եք։ Ես եմ։ Սոցիոլոգ վերլուծաբանը Էլի ես եմ։ Եվս դուք եք, Կարեն Սարգսյանն էր մեր զրուցակիցը։ Դա էլ եք դուք, դա անխոս։ Զրուցվարում էի ես Գայանե Արաքելյանս։ Բարին ձեզ։